միակողմանի են, որևէ այնտեղ երկկողմ, ենթադրենք մի օրինակ վերցնենք, որ ասում են օտար երկրների զինված ուժերի ներկայացվածությունը սահմանների վրա երկու ստեկ հետ քաշենք, Ադրբեջանի մասով պարզա ով է, Թուրքիան, Հայաստանում մասով ով է, Եվրադիտորդական առաքելությունը ուժեր են, թե մոնիտորինգ իրականացնող խաղապահ քաղաքացիական հիմքի վրա ձևավորված ներկայացուցիչներ։ Եթե պետքա դա վերաբերվի եվրադիտորդների առաքելությանը, ապա դա համահավասար չի, եկեք այստեղ համահավասար չլինենք, մյուս կետը վերցնենք, ՄԱԿ-ի քրեական դատարաններից հայցերի հետ կանչումը։ Հիմա Ադրբեջանը իր սուտը հետ կանչի, մենք մեր ճշմարտությունը հետ կանչենք, դա համահավասար է, դուք ձեռ եք առնում մարդկանց։ Սա նշանակում է տարական խաբեություն։ Խաբեություն, որը ընդունվում է պարոն Սիմոնյան հանրության կողմից, այլապես մենք կունենայինք այլ զարգացումներ, այլ արձագանք, այդպես չեք կարծում։ Չեմ կարծում, չէ, ես չեմ կարծում, որ հայ հասարակությունը, մեր քաղաքացիական հանրույթը դա ընդունում է։ Եվ հետո ինչ զարգացում ենք ակնկալում, հեղափոխական։ Ես չգիտեմ, հանրությունը ինչպես պետք է արձագանքի, երբ տեսնում է, որ իր իշխանությունը զիջում է բոլոր հնարավոր կետերը։ Անկեղծ ասեմ, ես չեմ համարում, որ հեղափոխություններ երբևիցե եղել են։ Ես չեմ համարում, որ 88-ին, եթե աշխարհը քաղաքական օբյեկտիվ իրավիճակ դասավորված չլիներ աշխարհում եւ տարածաշրջանում, 88-ի այդ հուժկու հանրահավաքը անկախ պետություն կկարողանար ստանալ։ Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, էլի, եթե Չեխոսլովակիա մտան տանկերով լղճորեցին բոլորին։ Ես փոքր երեխա եմ եղել, ես հիշում եմ, սովետական բանակը մտել էր մեր բակ։ Մենք մեր 9 հարկանի շենքերից մեկում էինք ապրում, 5-րդ հարկում բնակարան ունեինք, պատուհանից մեր պատշգամբից նայում էինք, այնտեղ մի ֆուտբոլային խաղահրապարակ կար, խորհրդային միության կարմիր բանակի զինվորները վազում էին այդ հրապարակով մեկ, իսկ բակում BTR-ներ էին կանգնած։ Պարեկային ժամ էր հաստատված եւ այլն, այսինքն դուք մտածում եք, որ եթե ԽՍՀՄ-ը իր ամբողջ թափով եւ հզորությամբ լիներ Հայաստանի Հանրապետությունում անկախական հանրահավաք կարար լիներ եւ հաջողության հասներ, բոլորին կկոտորեին։ 88-ին էլ հեղափոխությամբ մենք չստացանք մեր երկիրը օբյեկտիվ աշխարհակաղակական իրողություններով պայմանավորված ծնունդ է, աշխարհակաղակական իրողություններով, որը մենք չգնահատեցինք այդպես էլ։ Իհարկե պատերազմ եղավ հարևան պետության հետ, կարողացանք արևմուտքը արևմտյան հարևանին զսպեց, արևելյան հարևանին մենք մեր ուժերով կարողացանք զսպել, ջարդել, կասեցնել եւ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանել, դա ուրիշ հարց է։ 1998 թվականին այդ հանրահավաքները, որ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի լինում էին, եթե ձեր կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանի գնալու հանգամանքը հասունացած չլիներ եւ իշխանության տրանզիտի հանգամանքը Ռոբերտ Քոչարյանին հասունացած չլիներ, Լևոն Տեր-Պետրոսյանը կգնար, որտեւ 96 թվականին չգնաց։ 96 թվականին ասեցին, ժողովրդին ասեցին 90% էլ մեզ ձայն չտա, միևնույնն է մենք ենք լինելու։ 2008 թվականին աշխարհակաղակական ոչ թե տարածաշրջանային հարմար իրավիճակ կար, կարողացան ինչ-որ մի բան փոխեն։ Ոչ, այդքան մարդ եղավ, մարտի 1, մարտի 2 եղավ, բոլորին ջարդուփշուր արեցին, մարդկանց սպանեցին, տվեցին իշխանությունը նրան, ում որ պտի տային։ 2018-ին էլ դուք կարծում եք հեղափոխությունը, որ տեղի ունեցավ, այտենց տրանզիտը տեղի ունեցավ, փոխանցեցին իշխանությունը, հիմա պարզ է ինչի համար եղավ։ Դա սա կոնտրհեղափոխություն էր, կոնտրհեղափոխություն արեցին, որ իրական հեղափոխական իրողություն էր։ Հիմա եթե 2017-ին էլ փորձեր եղան ապստամբություններ, մարդկանց նշանակում է հեղափոխական մոտեցումները վերջում պտղարցակման որևէ ծիլեր չեն տալիս Հայաստանում։ Ինչու՞, որտեվ հեղափոխությունները սովորաբար ամբողջ աշխարհում արդյունքի են հասնում, երբ որ արունահեղությամբ են տեղի ունենում, իսկ հայը հային սպանելու մեջ այդքան լավ չի։ Օրինակ Ռուսաստանում կարան հեղափոխություններ լինեն, բայց դա քաղաքացիական պատերազմով է տեղի ունենում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմով է տեղի ունենում։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ չի կարող տեղի ունենալ, որտեղ մենք ինչքան էլ իրար չսիրենք,
Ինչքան էլ փոխադարձ ատելության բարձր ֆոն լինի, միևնույնն է, եղբայրական այդ ընտանեկան զգացողությունը միևնույնն է մնում է հայ ժողովրդի մեջ, մենք հին ազգ ենք եւ հետո արտաքին վտանգել կա, չէ՞, քաղաքացիական պատերազմի հիմքերը չենք կարողանում զարգացնել, որտեղ արտաքինից վտանգ կա։ Հետևաբար քաղաքական process-ներով պետք է կարողանանք փոփոխություններ իրականացնել, եթե կարողանանք մեծ կոնսոլիդացիա ապահովել նոր ձևավորված քաղաքական ուժերի, դուք կարծում եք ես ինքս ուղեղային գրոհ չեմ իրականացրել, ինչու է ժողովուրդը չի կարա հեղափոխական տրամադրություններ հիմա առաջնորդի, որտեղ հեղափոխությունները մեզ մոտ չի ստացվում, մեզ մոտ ազգային ապստամբություններն են ստացվում, ազգային ապստամբությունները, մեզ մոտ պետության անկախության պաշտպանության գործընթացներն են ստացվում, օրինակ Սարդարապատը, Բաշարապարանը, Ղարաքիլիսը, երբ որ պետական ապարատը ամբողջությամբ հանրային ներուժը կարողանում է ամբողջացնի, Լեռնա Հայաստանի պայքարը, որ 11-րդ Կարմիր բանակի դեմը փակեց Գարեգին Նժդեհը, սա ստացվում է մեզ մոտ։ Մեզ մոտ կստացվի, երբ որ Հայաստանի Հանրապետությունում պարկեշտ նորմալ ուժեր հայտնվեն, վերնախավում կարողանան երկրի դիմադրողականությունը բարձրացնեն, բոլոր տեսակի ագրեսիաները հետ մղել կստացվի։ Բայց հեղափոխական գործընթացները, որի հիմքում քաղաքացիական պատերազմը չի լինելու, հետևաբար վերադառնանք ձեր հարցին, լավ ինչ անի մեր ժողովուրդը, ինչ անի, ես չեմ համարում, որ համաձայն են, ես չեմ համարում, որ կրավորական վարքի մեջ են, փնտրտուքի մեջ են այս մարդիկ չգիտեն ինչ անեն, տարակուսած են, դեսուդեն են նայում, հազար խոսացող գլուխներ կա, տարբեր ուղղություններ են իրանց ասում։ Դուք ներսին եք շեշտը դնում, իսկ դրսից էլ մենք տեսանք լայն արձագանք։ Բոլորը ողջունեցին այս համաձայնությունները ձեռք բերված միջազգային կառույցներ, այնպիսի պետություններ, որոնք թվում էր թե Հայաստանի հետ կապ չունեն։ Սփյուռքից չեք չէ ասում, միջազգային կառույցներից եք ասում։ Այո, ու տարբեր երկրներ, որոնք լայն կերպով արձագանքեցին, դրական շեշտադրումներով արձագանքեցին այս ձեռք բերված համաձայնությանը, որի պարագայում Հայաստանն է զիջող եղել։ Հիմա աշխարհաքաղաքական իրողություններն ինչպիսին են, նրանց համար աշխարհաքաղաքական դասավորությունն այնպիսին է, որ Հայաստանի զիջումները այս պահին ընդունելի են։ Ոչ, ընդունելի չի, բայց ինչ անեն, ինքը քո տեղը չի գալու կռվիքով պատերազմում։ Դու վախեցել դողդողում ես, տերևն է քաշել ես վրետ, ինչ անի։ Ֆրանսիան է տենում է, դու ընդեղ տերևի տակ դողում ես։ Այն էլ ոտը բարձրացրել է, հեսա պետքա դնի այդ տերևի տակ, ինքը գալու է այդ ոտը քացով խփի շուռ տա, ինքը պատրաստ չի հիմա Ռուսաստանի դեմ մտածում են ինչ անեն, Ամերիկան մի աչը քաշել է։ Մտածում են Եվրոպան ինչ անի, Արևելյան Եվրոպայում է պատերազմ ընթանում, ինչ անեն։ Աշխարհն ինչ անի, եթե դու քո պայքարը չես ստանում։ Դու քո պայքարը տար, այս աշխարհը ուժեղի աշխարհ է։ Ոչ թե ճշմարիտի աշխարհն է, այլ ուժեղի աշխարհն է։ Ինչքան ուզում ես թուղթ թամասու ունեցի։ Տրցակներով։ Ումնա պետք։ Տար վառարանի կպչան սարքի։ Կուրծքը ծեծի ամեն օր, մազերդ փիթի, դուրս արի փողոցներ, ցեղասպանություն են արել, տարածքներ ունեի, վանքերս, տաճարներս, ումնա հետաքրքիր եղբայր։ Դու եղի ավտոմատավորը, ոչ թե ծնկածը։ Դու եղի ավտոմատավորը։ Ինչի՞ չես դու ավտոմատավորը։ Պրոբլեմը քո մեջ է։ Պրոբլեմը այո։ Նշանակում է աշխարհը իր հերթին չի խառնվի, եթե իշխանությունն այդպես է որոշել, հանրությունը իր հերթին փնտրտուքների մեջ է եւ անտարբեր է ըստ էության, ինչ է անում իշխանությունը, իշխանությունն էլ կանի այն, ինչ ուզում է։ Գիտեք ինչ, սոցիոլոգիական հարցում են իրականացրել, մի պատկեր են ցույց տվել քաղաքակիրթ աշխարհի բոլոր քաղաքացիներին, որտեղ ահաբեկիչը ինքնաձիգը պահել է գերի ընկած անձի ծոծրակին, որը ծնկած է նրա առաջ։ Հարցման ենթարկվածների բոլորը աներկբայորեն են եկել հանգել են մի հանգամանքին, որ խեղճ այդ ծնկած եւ ստոր եւ տականք ահաբեկիչ։ Բայց հարցի երկրորդ մասը, երբ որ ասել են դուք եթե այս իրավիճակում լինեիք, որը կուզենայիք լինեիք, բոլորը ընտրել էին ահաբեկչին։ Եթե քեզ պետքա տանեն ոչխարի նման մորթեն, խնդիրը ո՞րն է, որ դու չես մտածում, որ մորթողը դու լինես, ոչխարը դու չլինես։ Խնդիրը ո՞րն է, նշանակում քո ներսում է այդ ամբողջ հույզերը, աշխարհը կելնի իրողություններից, հիմա ամբողջ աշխարհը տեսնում էր կար մեծ աշխարհագրական տիրույթ, որտեղ բազմա
միլիոնանոց հայություն կար, ընդ որում առաջի քարտեզներով, ընդ որում Կիլիկիան էլ էին պատկերացնում հայկական պետականության մեջ 20-րդ դարում է, պատկերացնում եք, Կիլիկիայով, Էրզրումով, այդ ամբողջ այդ միջև Մոսուլ հասնում էր հարավային շրջանները, Ղարաբաղով, Արցախով, Գարթմանով, ամբողջությամբ Սև ծովի զգալի հատվածով Հայաստան էին պատկերացնում, հետո եկան խոշորացույցները ձեռը հայ սկսեցին փնտրել, տեսան չկա հայ։ Ինչի որտեվ գելը գառին կերել էր։ Չկա գառ։ Ով ասել դու գառ դառնաս։ Տեսան չկա հայ, տարածքը ավելի փոքրացրեցին, սկզբից Վիլսոնյան Հայաստան գծեցին, բան արեցին, հետո միկրոսկոպներով եկան ուսումնասիրելու, տեսան էլի չկա։ Էլի գայլերը գառներին կերել էին։ Հետո ազգերի լիգան ավելի փոքր Հայաստան գծեց, որը արդեն պեչատով, բան ճանաչվեց, աշխարհակարգի հիմքում ընկավ եւ այլն, եւ տեսան էլի չկա հայ։ Հիմա Արցախում հայ կա։ Էլի գայլը գառին կերել է, չէ՞։ Ով ասում որ լինես գառ։ Ինչ ես գառ։ Ինչպես ստիպել որ չլինի գառ։ Արժանապատվություն ունեցիր։ Չունեն, եթե չեն գնում։ Չեմ կարծում որ չունեն։ Մեր ժողովուրդը մարտնչող է։ Արժանապատվության կարևորագույն հանգամանքը եւ առաքինության ու պարկեշտության կարևորագույն հանգամանքը անկախ պետականությունն է։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս Նիկոլո Մաքիավելիի Տիտուս Լիվիուսի կառավարման առաջին տասնամյակի մասին մտորումները թող կարդան, ռուսերեն հնչում է «Рассуждение о первой декаде правления Тита Ливия»։ Չզարմանաք ռուսերեն եմ ասում։ Ռուսի շպիոն չեմ։ Ռուսերեն եմ ասում, որտեղ գրականությունը ռուսերեն է եղել, այո, ռուսերեն եմ կարդացել։ Անգլերենով չկթա այդ գիրքը։ Լատիներեն էլ չգիտեմ, որ Մաքիավելին բնօրինակով կարդամ։ Հայերեն էլ չկա, ընդ որում ասեմ, հայերեն այդ գիրքը չկա։ Հիմա, եթե կարդաք այդ գիրքը կտեսնեք, ասում է ազգերը լինում են այլասերված եւ բարոյական։ Այլասերված ժողովուրդները ինքնիշխանությունը կորցրած ժողովուրդներն են եւ ինքնիշխանությունը կորցնում են այն ժամանակ, երբ որ լավին լավ չեն ասում, վատին վատ չեն ասում։ Շրջված իրականությունների, կոտրված ապակիների իրականություն կա։ Երբ որ անբարոյականները բարոյականության դեմ են զորաշարժում, տգետները գրագետների դեմ, որ ասում ես տգետը իրավունք չունի հավակնի երկրի բարձրագույն իշխանություններին, վարչապետի պաշտոնին, տգետը հոխորտում ասում է, «Յա, ես ինչ ես ասում իմ մասին»։ Կամ ասում ես անբարոյականը իրավունք չունի դառնա երկրի վարչապետ, ինչ որ այդ մասնագիտության տեր ինչ որ մի անձնավորություն կարա լայվ մտնի, ասի այդ ումի նկատի ունեիր եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ շրջված ապակիների եւ խեղված իրողությունների համատեքստում, երբ որ գիտության մարդուն ասում են քո գիտությունը ումն է պետք եւ այլն, մասնագիտությունը ուրանում են, քո հնարավորությունները մասնագիտական եւ այլն։ Ոչ պատշաճ չհիմնավորված ամբիցիաներով են դրսևորում։ Սա այլասերվածության դրսևորումների մեկն է ըստ Մաքիավելու, կարդացեք Մաքիավելի։ Բայց ասում է, եթե դեռ եւս պետությունը կա, դա նշանակում է, որ այդ ժողովուրդը վերջնականապես չի այլասերվել, դեռ մաքրություն իր մեջ կա, բոցավառված է։ Այդպիսի ժողովուրդները, երբ որ իրենց դիագնոզը տալիս են եւ կանգնում են ինքնամաքրվան ճանապարհին, ի վերջո դառնում են առաքինի, բարոյական։ Այլասերված լինելը դա դատավճիռ չի, ըստ Մաքիավելու։ Սա նշանակում է, եթե այլասերված ոչ բարոյական իրողություններով ապրող հանրույթը իր խնդիրները գիտակցում է եւ դիագնոզը հստակ տալիս է, ինքնամաքրման ճանապարհին է կանգնում։ Մեր հանրույթը ինքնամաքրման ճանապարհին է կանգնած հիմա։ Ես չեմ կարծում, որ մեր հանրույթը կրավորական դերում է կամ չի անտեսում է կամ համակերպվում է, չի համակերպվում։ Ես հայ ժողովրդի հետ զրուցում եմ ամեն օր, հայ ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի, հայ ժողովուրդը ճիշտ է խաբված է, ինչ շատ են հարցնում, ասում են ախր շատ ենք խաբվել։ Ես էլ ձեզ հետ անընդհատ խաբվել ենք։ Եվ ասում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է, ոչ։ Քաղաքականությունը պոլիտիկա բառը պոլիս բառից է գալիս, հին հունական արմատներ ունի, որ եւ Պլատոնը ունի պետություն իր աշխատությունում է գրել եւ Արիստոտելը պոլիտիա բառն է գրել։ Քաղաքականությունը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու արվեստն է, սա գիտություն է։